Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 12-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված կարճ անդրադառնանք, մեզ ուզում են ցույց տան, որ պայքարը գնում է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջև եւ ողողել են իրենց քայլերով, կարգախոսներով, իրենց ասելիքներով ամբողջ երկիրը, մի հատ հասկանանք, թե ի վերջո ինչ են առաջարկում մեր ժողովրդին։ Հիմնական ասելիքը Նիկոլ Փաշինյանի առանցքային կարգախոսը դա խաղաղությունն է։ Խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ, այսինքն Ալիևի շահերից պետք է բխի Հայաստանը չգրավել, այլ Հայաստանի հետ առևտուր անել։ Սա իրենց հայտարարություններն է Արադ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան։ Եվ մեր խաղաղության երաշխավորն է Ադրբեջանը, սա էլ Ալեն Սիմոնյանն է։ Այսինքն ինչ են մեզ առաջարկում։ Ժողովուրդ, մենք բերել ենք խաղաղություն, հանգստացեք, խաղաղվեք խաղաղություն, որ ամենտեղ ժողովուրդն ասի վերջապես մենք խաղաղվել ենք, եթե մեկն էլ ասի ժողովուրդ, ես ինչ եք անում, ասի դու ես գնալու կռվես, քո երեխեներն ա գնալու կռվի, հոգնեցինք էլի, հերիքա եւ այլ, այդ սուտ հայրենասիրությամբ մեզ խաղաղություն ա պետք։ Բայց իրականում խաղաղության տրամաբանությունը, որով այսպես ողողել են իրանց ավտոբուսի վրա խաղաղություն նկարելով, սրտիկ նկարելով, Նիկոլ Փաշինյանի իր գլխարկի վրա նկարելով, ի վերջո ինչ է ասածը, որ Ալիևին պետք է Ալիև Փաշինյան փոխշահավետ լինի խաղաղություն։ Այսինքն Ալիևը չցանկանա Հայաստանը գրավել միայն նրա համար, որ ավելի լավ է Հայաստանի հետ առևտուր անի։ Դուք լուրջ վստահում եք նա։ Այսինքն մենք սկի Ալիևին, Փաշինյանին չենք վստահում, Ալիևին ինչի պետք է վստահենք։ Բայց ինչ Ալիևը չի ասել, որ Իրան հետաքրում արևմտյան Ադրբեջանը, այսինքն Հայաստանը իր ասելով։ Պետական մակարդակով չեն ողջ աշխարհը ողողել, որ դա մեր տարածքն է։ Մեզ չեն հստակ ասել, որ չենք ուզում տանկերով վերցնենք մեր տարածքը պատմական, ուղղակի ավելի լավ է գանք մեքենաներով։ Այսինքն դա է միայն պատճառը, որ իրանք պատերազմ չեն ուզում, որտեղ իրանք ուզածը կստանան խաղաղության պայմաններում։ Հիմա սա է Ալիևը առաջարկում։ Մենք երբ որ ասում ենք, որ չեք հասկանում, որ խաղաղություն է Փաշինյանը բերել, այսինքն ինչ ենք ասում։ Իսկ մենք գտնում ենք, որ այո, իրականում խաղաղություն կլինի, եթե պատերազմի ելքը լինի անկանխատեսելի։ Այսինքն Ալիևը մտածի, եթե ես պատերազմ եմ սկսում, ինքը հորից ժառանգել է մի պետություն, եւ այդ պետությունը ինքը ղեկավարում է, պատերազմում էլ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ գործում նա հաղթող է, եւ իր դեմ ցանկացած լարվածություն, որ առաջանում, ասում է, ինչ եք անում, ես եմ հաղթողը։ Այսինքն ինքը ինչքան ուզի այդքան կղեկավարի, հետո իր ընտանիքի անդամին կհանձնի այդ երկիրը։ Նավթագազային երկիր, ռազմական բլոկի անդամ չի, ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ Եվրամիության անդամ է։ Ինչքան աճ կա այդ աթոռի վրա, իր երկրի ներսում, դրսից որպեսի օգնեն երկրի ներսի մարդկանց։ Բայց շատ դաժանորեն կարող են ճնշել, որովհետև ինքը հաղթանակ կատարել, ով կարա գլուխ բարձրացնի իր դեմ։ Այն դեպքում, երբ որ բազմաց պետություն է Ադրբեջանը։ Այսինքն ինքը ինչի պետք է ռիսկի դիմի, գնա պատերազմի Հայաստանից մի բան ավել վերցնի եւ կորցնի իր աթոռը։ Ինչով է դա արդարացված։ Վերցնի աթոռը երկարացնի, դա կանի, բայց վերցնի ռիսկի դիմի, որ աթոռը կարող է կորցնի, իհարկե չի անի։ Այսինքն, երբ որ ասում են պատերազմի ելքը պետք է լինի անկանխատեսելի, այսինքն Ալիևը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը պայքարող է, կռվող է, երբ որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության արդյունքում կարող է այսպիսի ելք լներ, հա ուզում էի հանձնեի, որ դավաճան չասեն, դրա համար պետք է պատերազմ լներ, այլապես ինձ կասեին, բան չի է զիջում, եթե պատերազմ չկա, եթե մենք չենք պարտվել։ Այդ ամեն ինչը ազգային ժողովի ամբիոնից է ասել, net չի որ ես եմ ասում, որ այսինքն փաստորեն Ալիևը հասկանում է, չէ՞ որ այնպես չի, որ ինքը հայ ժողովրդի հետ է պայմանավորվել, երբ ուզենա կարող է Հայաստանը վերցնել։ Նա պայմանավորվել է Փաշինյանի հետ, իսկ դա բավարար չի համարում։ Այսինքն ինչու ես
հասարակությանը տրամադրում պատրաստում խաղաղության, սովորաբար միջազգային կառույցները, երբ որ գնում են խաղաղության, միջազգային երաշխիքներով պայմանագիր են ստորագրում, ասում են երկու կողմն էլ պետք է իրանց ժողովուրդներին նախապատրաստի խաղաղության, ինչու համար, որովհետև որպեսի հետո երկրի ներսում նորից չառաջանան ուժեր ռևանշիստական, որպեսի ցանկանան վերականգնել հին վիճակը կամ էլ թե չէ պատերազմ սկսել։ Բայց այսօր ինչա խաղաղությունը արդեն ամրագրված է, Ալիևը Հայաստանի նկատմամբ հավակնություններ չունի, որ միակողմանի խաղաղությունա քարոզվում, չի էլ քարոզվում է մեր մոտ, պարտադրվում է այդ խաղաղությունը։ Այսինքն ոնց թե նա ով դեմ է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, ուրեմն պատերազմ է ուզում, ով է գնալու կռվի, այդ ինչ եք ասում։ Դուք պատկերացնում եք, այսինքն Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ Ուկրաինայում իշխանություն լիներ, որը իր ժողովրդին ասեր, ես ինչ եք անում, 14 թվականի Ղրիմը չտեսաք, խաղաղվեք, տեղներդ վերենգեք, այն ինչ որ ձեր ձեռքի տակ կա, դրանով վայելեք եւ անպայման գնացեք համերգ, անպայման համերգ գնացեք, դա է ամենակարևորը, վայելեք խաղաղությունը, որ ինչ աներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի վրա հարձակվելուց առաջ երկրի ներսում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ասեն դե հերիքա էլի չեք հասկանում, 12 օրում տեսակ ինչ վնասներ հասցրեց երկրին, ամեն ինչ պետք է անեք խաղաղության գնալ, դուք չեք հասկանում, որ Ամերիկան ուժեղ է, չեք հասկանում, որ պատերազմի դեպքում մենք կպարտվենք։ Այդ ձևի, եթե մի երկիր ինքը իր ժողովրդին հերիք չի տրամադրի, իր ժողովրդին ճնշի, ռեպրեսիաների միջոցով ճնշի, կոտրի դիմադրողականությունը, որ այդ դեպքում հակառակորդն չի պետք է չհարցակվի, որ այսինքն դուք ամեն օր տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, սահմանադրությունը չփոխեմ, ցլերը կհարցակվեն։ Եթե այն 4 գյուղը չտամ, կմտնեն ավելի շատ կվերցնեն։ Եթե մենք Արցախից չհրաժարվենք, իրանք Հայաստանի պետականությունը կկործանեին։ Մենք հազիվ Արցախից պրծնելուց հետո Հայաստանի պետականությունը վերականգնեցինք, այլապես չէինք կարող։ Եթե Սյունիքի հետ կապված Թրամփի հետ չպայմանավորվենք, Սյունիքը կգործնեինք։ Այս բոլոր բաները կարող է, ես ինձանից եմ ասում, դուք չեք լսել։ Այս ձևով են խաղաղություն բերում։ Միակողմանի խաղաղություն հերիք չի քարոզելով, ով էլ ասում է, որ սա խաղաղություն չի, այդ նրանց մեղադրեն, հազարովի շանտաժներ անեն, մի մասին էլ ձերբակալեն, մի մասին էլ լռեցնեն։ Սա եք համարում խաղաղություն։ Այո, Ալիևը պետք է հասկանա, որ այդ խաղաղությունը կարող է ինքը հաղթի պատերազմում, կարող է աթոռը կորցնի, բայց իր այնչին ապետ ռիսկի դիմի։ Քանի ինքը գիտի, որ պատերազմի դեպքում ինքը անվերապահորեն հաղթելու է, ուրեմն ինքը կստանա այն ինչ որ ուզում է։ Ուրեմն մեր ժողովրդի դիմադրողականությունը կոտրել նշանակում է կամ Ալիևին տալ պատերազմով իր ուզածը, կամ Ալիևին տալ հոժարակամ իր ուզածը, իսկ ինքը ուզում է Հայաստանը որպես արևմտյան Ադրբեջան, պակասին համաձայն չի։ Հիմա որոշողը դուք եք ժողովուրդ ջան, ձեզ տրված է հնարավորություն խաղաղության սրտիկը, դա սովորաբար ռուսներն օգտագործում են բուբլիկի անցք։ Դուք կստանաք խաղաղության սրտիկի փոխարեն բուբլիկի անցք, ընտրելով Փաշինյանին։ Ավելի պարզ մարդը ձեզ ինչ ցույց տա, որ դուք իմանաք։ Այս է այդ մարդու ուզածը, որ ընտրեք իրանց, որպեսի խաղաղությունը բանը խոստացել է, Ալիևը խոստացել, իսկ Ալիևը խաղաղություն խոստացել է, դուք Ալիևին լսելուց դա եք հասկացել։ Իսկ հիմա նայենք ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն իր ուղերձում հայտարարել է, թե իրաց միտինգին քանակ բան, դրանք չեմ ուզում անդրադառնամ, ուղղակի հիմա քանի որ հայտարարել են, որ ինքն է վարչապետի թեկնածու, երբ որ սահմանադրությամբ ինքը դա չի կարող լինել, երկքաղաքացիություն պատճառով, ինչ է ի վերջո այդ մարդը ասում, այդքան տրամադրվել էին, մեզ էլ ասին, չգիտեմ ինչեր ալնելու, սպասեք, տեսեք, ինչ շատ կարևոր բան է ասելու, դե լավ, ասենք լավ իմանանք, էլի թե այդ մարդը վերջը ինչ է ասել։ Ուրեմն ինչ է ասում Սամվել Կարապետյանը, ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։ Այս հարցում ինքը մեծ լավություն չի անում, որ կառավարումը փոխանցում է իր երեխաներին, որովհետև սահմանադրությունը հստակ ամրագրում է։ Կառավարության անդամը
նաև վարչապետ բնական է, թե կառավարության անդամ եւ падգամավորը, եթե նույնիսկ բիզնեսի սեփականատեր է, ապա ինքը այդ բիզնեսը պետքա լիազորային կառավարման հանձնի եւ ինքը չի կարող նույնիսկ թաքնված ձևով, քողարկված ձևով այդ բիզնեսի տնտեսական գործունեության հետ կապված որևէ քայլ անի, որովհետեւ եթե դա հայտնաբերեն, միայն ոչ միայն պաշտոնին հրաժեշտ կտա, այլ նաև կարող են որոշակի խարդախությունների բանի հետ կապված քրեական գործառույթ։ Այսինքն այսպես թե այնպես բիզնեսը հանձնելու ես լիազորային կառավարման, եթե լինես նախարար, լինես վարչապետ կամ լինես падգամավոր։ Դա այդպես էլ պետքա լինի, բայց այդ դեպքում հարց է ծագում։ Այդ լիազորային կառավարման հանձնելուց հետո Եվ ինքը որ չի կարող դառնալ վարչապետ, երբ որ մինչև հիմա ասում էին հունիսին ինքն ալնելու վարչապետ, որը անհնարին է, որովհետև օգոստոսին է լրանում ժամկետը այս խորհրդարանի 8-րդ գումարման, նշանակում է նաև վարչապետի ժամկետը լիազորությունների։ Հունիսին ոչ մի պարագայում չի կարող լինել, անկախ նայած ինչքան ձայն ուզում ստանաս։ Բայց բացի դրանից, եթե հիմա էլ արդեն մի քայլ էլ առաջ են գնացել, Ամբիոնից հայտարարում են, ասում են ինքը ոչ թե հունիսին է վարչապետ ելնելու, արդեն հիմա է վարչապետ։ Այսինքն հասկացան, որ այն սուտը, որ ասում են, երևի շատ դիմադրության չի հանդիպում, ավելի լավ ասենք հիմիկվանից է, մտամին չա խանգարում։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանը իր բիզնեսը հանձնում է լիազորային կառավարման եւ չի միջամտելու այդ բիզնեսին։ Բայց Հայաստանը պետք է դառնա ինքնաշարունակում, անվտանգ, խաղաղ, հարուստ, կայուն, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցությամբ։ Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստը կտրուկ բարելավումով, բիզնես, գյուղատնտեսություն եւ այլն հայտարարել Սամվել Կարապետյան։ Հիմա հասկանա։ Սամվել Կարապետյանը պայմանականորեն ասենք դարձել է վարչապետ։ Չնայած գիտեք, որ սահմանադրությունը այդ հնարավորությունը չի տալիս, բայց ժողովրդին ներկայացնում են, որ մենք մեր տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Ինքը բիզնես չունի, տվել է լիազորային կառավարումը իր երեխաներին։ 300 աշխատատեղ ինքը ո՞նց է ստեղծելու։ Ո՞վ է ստեղծելու։ Պայմանականորեն համարենք ինքը վարչապետ է։ Վարչապետը կարող է կառավարել բացառապես բյուջեի փողերը։ Վարչապետը ոնց կարող է կառավարի որևէ բիզնեսի փող։ Դա սահմանադրության խախտում է։ Կարող է դատվի։ Ով է ստեղծելու 300,000 աշխատատեղ։ Վարչապետ Կարապետյանը։ Պետությունը աշխատատեղ է ստեղծում շուկայական տնտեսության ժամանակ։ Եթե պետությունը շուկայական տնտեսության ժամանակ աշխատատեղ է ստեղծում, նա դա ստեղծում է ընդհանրապես հանրային ծառայողներ։ Քաղաքացիական ծառայող, պետական ծառայող, ընդհանուր առմամբ հանրային ծառայող, որպեսզի բյուջեի հարկատուների հաշվին վճարեն գումարներ։ Բայց այն դեպքում, երբ որ ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիայի պարագայում գումարած նաև շեշտակի ձևով ավելանում է արհեստական բանականության ներկայությունը տնտեսության մեջ, տարբեր ոլորտներում, պետական աշխատողների ավելացումը դա նշանակում է լինել անարդյունավետ եւ անարդար կառավարիչ։ Այսինքն քու թիմակիցների խցկես պետական վարձատրվող աշխատանքի եւ փողեր տաս։ Դա նշանակում է պետությունը աշխատատեղ չի ստեղծելու։ Եթե ստեղծես դա վատ է։ Այդ բացատրեցի ես։ Հիմա երկրորդը, ինչի պետությունը գործարան է կառուցում։ Ժողովուրդ։ Պետությունը ստեղծում է բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսի գործարան կառուցի մասնավորը։ Դրամավարկային, հարկաբյուջետային, արդյունավետ քաղաքականություն տանելու արդյունքում մարդիկ ցանկանում են ներդրում անել, բայց այդ դեպքում հարց, ում անունն է ցես 300,000 աշխատատեղ խոստանում, ում անունից ես գործարան խոստանում։ Դու չես կարող Տաշիր գրուպի անունից խոստանաս, դա քոնը չի։ Լիազորային կառավարման է տվել։ Բա պատկերացրեք, ընտրությունն ավարտվում է,
Տաշիր գրուպի Սամվել Կարապետյանի երեխաները ուսումնասիրում են, ասում են հայրիկ ջան, մենք մերքան փորձառություն չունենք, էլի, որ մենք կարողանանք այս միլիարդանոց բիզնեսը աշխատացնենք։ Համել հիմա դու պրոբլեմ ես ունեցել, բան տես նստե, հիմա տեսնում ենք մեր շուրջ էլ պատերազմ է, Ռուսաստանը պատերազմի մեջ է, մենք հսկայական գումարներ ունենք Ռուսաստանում ու բիզնես։ Այսօր մենք առաջիկա 5 տարին չենք ցանկանում Հայաստանում ներդրում անել։ Ումից ենք պահանջելու, որ այդ ներդրումն անել։ Վարչապետ Կարապետյանից։ Տաշիր գրուպը կառավարման խորհուրդը հավաքվում է, տնօրենների խորհուրդը, թե ոնց է դա կոչվում, որոշում է կայացնում առաջի 5 տարին Հայաստանում ներդրում չանել, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի պատերազմը, Սամվել Կարապետյանի տուժած վիճակը։ Ում ենք պահանջելու, ասենք, բան չի մեզ խաբեցիր, ով է դրա պատասխանը տալու։ Ում անունից են մեզ 300,000 աշխատատեղ խոստանում կամ գործարաններ խոստանում, ով է դա կառուցելու։ Եթե դու բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծես, կարող է ուրիշ բիզնեսմեններ էլ անեն։ Բայց երբ որ մարդը կանգնում է, որ ինքը ասում է, ես բիզնեսի լիազորային կառավարումը տալիս եմ երեխաներիս, այդ դեպքում հաշվին ես փոքր բիզնեսի հարկերը զրոյացնում։ Դու պետք է վերցնես բյուջե եւ մեզ ասես, այսքան ունենք պարտք, ամեն տարի այսքան պարտքը սպասարկում ենք, որովհետեւ դու ստանալու ես այնպիսի բյուջե, ինչպիսին թողնում է քեզ Փաշինյանը։ Փաշինյանի թողած արտաքին պարտքերով, պետական պարտքերով հանդերձ դու ունես դա վարկի սպասարկման մակարդակ եւ ունես այսպիսի տնտեսություն, այսպիսի հնարավորություն աշխարհի հետ հարաբերվելու, մեր տնտեսությունը հիմնականում կախված է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը պատերազմի մեջ է, եւ այս պարագայում դու պետք է ցույց տաս բյուջեում, ինչպիսի գործիքներով ես ստանալու այնպիսի մուտքեր, որի պարագայում դու կարողանաս փոքր բիզնեսի հարկերը զրոյացնես։ Կամ դեղերի ինչ որ 20%-ով էժանացնել, ով է էժանացնելու, պետությունը դեղ է էժանացնում, ով է դա անելու, բիզնեսը, դու չես կարող բիզնես կառավարել լինելով վարչապետ, հենց դա դու արեցիր, դա սահմանադրության խախտում է, մի հատ էլ բռնվեցիր, դատվելու ես, այսինքն ում անունից ես խոստանում, հիմա եթե ես կանգնեմ ասեմ Ժողովուրդ ջան, ես ես խոստանում եմ 300,000 աշխատատեղ ստեղծենք, դուք ինձ հարց կտաք, չեք ասեք մի հատ ցույց տու ոնց է ստեղծելու, բայց իրան ինչ չեք հարցնում, հա ասում եք Տաշիր գրուպն է ստեղծել, Տաշիր գրուպը չի կարող ստեղծի, որտեղ ինքը չի կարող կապ ունենալ Տաշիր գրուպի հետ, սա է Ժողովուրդ ջան, այսինքն եթե ինչ որ մեկը ձեզ խաբելու է, ներկայացնելու է ծրագիր, ընտրվելուց հետո է ձեզ խաբելու, ապա այս մարդիկ ընտրվելուց առաջ են ձեզ խաբում, որտեղ ինչ որ իրանք ձեզ խոստանում են, իրանք դա չեն կարող անել, չի ուղղակի հնարավոր չի դա անել, դու չես կարող ասել, ես այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր կստեղծեմ, որ 300,000 աշխատատեղ կստեղծի, ով կստեղծի, մասնավորն է բերելու անի, դու ում անունից ես մեզ խոստանում, ամերիկյան ընկերության, ֆրանսիական, չինական, ռուսական, ով է կոնկրետ 300,000 թիվը, սենց հաշված գրամ տվել ասել, այս 300,000-ը մենք կգանք կստեղծենք, ով, որ բիզնեսմենին ես հրավիրել, որի հետ ունես պայմանագիր եւ ով է ասել, որ եթե դու ունես վարչապետ, այդ մարդիկ այդ ներդրումը կանեն։ Այսինքն ում անունից եք խոստանում։ Եվ այդպես էլ մարդկանց մեջ տարածել եք, որ դե այդ մարդը գա, որ այդ ամեն ինչը անի։ Այդ մարդը նախ չի գալու, որ գա էլ այդ ամեն ինչը ոչ մի բան չի անելու, որտեղ ինքը կարող է այդ ամեն ինչը անել բացառապես բյուջեի շրջանակներում։ Վերջ, բյուջեի շրջանակներում ինքը ի վիճակի է 300,000 աշխատատեղ ստեղծի, ի վիճակի է գործարաններ կառուցի, ի վիճակի է միլիարդավոր դոլարներ ներդրում անի, բյուջեի միջոցների հաշվին։ Հասկացաք հարցի ամբողջ լայնածավալ խաբեությունը Ժողովուրդ ջան։ Եթե այդքանից հետո դուք պետք է խաբվեք գնաք ձայն տակ, լա ես չեմ խոսում, որ դա ռուսական ներկայությունը, լա չեմ խոսում, որ Պուտինը կասեց ինչ խաղեր եք տալի։ Ես ընկած բիզնեսմեններից փող եմ հավաքում, որպեսզի ֆինանսավորեմ պատերազմը Ուկրաինայում, դու եկել ես ասում ես գնամ Հայաստանում ներդրում անեմ։ Հայաստանը պատերազմ
մի մեծ չի, փող ունես, բեր տուր մեր բյուջեին տուր, բանը Ռուսաստանի հաշվին ես միլիարդատեր դառը, եթե այստեղ ասում են այդ մարդը Հայաստանի հաշվին չի միլիարդատեր դառը, բա ուրեմն Պուտինն իրավունք ունի, ասի մեր հաշվին ես միլիարդատեր դառը, արի մուծվի, ու մի ասի չունեն, ոնց չունես, որ ուզում ես Հայաստանում փող դնես, ուրեմն ունես, եթե ունես, արի մուծվի, մեր էլ քաղաքացին ես։ Չգիտենք, որ Պուտինը պահանջ է ներկայացնում Ռուսաստանաբնակ միլիարդատերներին։ Այսինքն դուք ակնհայտ տեսաք, որ այս ամեն ինչը կարճ ժամանակ հետո, ես դա չեմ ասում աշխարհաքաղաքական, ես սա չեմ ասում, որ ավելի սերտ Ռուսաստանի հետ հարաբերությունը հաստատելու։ Ես ուղղակի ներկայացրեցի, որ օրենքով այն ինչ որ ինքը խոստանում է, ինքը այդ իրավասությունը չունի դա խոստանալու։ Դա սահմանադրության խախտում է։ Դոնալդ Տրամպը չի գնում նախագահ ընտրվելու ժամանակ, ասում Ժողովուրդ ջան, ես որ ընտրվեմ, այդ բիզնեսմենները գիտեք, չէ՞ որ ունեմ այդ բիզնեսները, այդ բիզնեսներից փող եմ դնելու Ամերիկայի բյուջե։ Այդտենց բան չի լինում, Ժողովուրդ ջան, նրան ուղղակի գդատեն դրա համար։ Դու կարող ես կառավարել բյուջեի փողերը, վերջ, պետական բյուջեի, վերջ։ Կարող է ստեղծել պայման, որ մասնավորը ներդրում անի, վերջ։ Իսկ ով ասե, որ որևէ բիզնեսմեն ներդրում պետք է անի մեկ ուրիշ բիզնեսմենի կառավարությունում։ Ընդհակառակը շատ լուրջ բաներ է առաջանում, ասում են ախպեր ջան, որպես ինչ պետք է անենք որ։ Իսկ ինքն է չի կարող խոստանալ մի բան, որի լիազորությունը ինքը չունի։ Իսկ մնացածը, որ դուք կտեսնեք, որ այլևս որ ինքը հնարավորություն չունի նաև վարչապետ դառնալու, որովհետև որոշակի ժամանակացույց է պետք, որ ինքը դա անցնի սահմանադրությունը փոխելու, ով է դառնալու օգոստոս ամսին, եթե իրանք մեծամասնություն ունենան իրանց վարչապետը, ոչ մեկը, այսինքն իրանք իշխանությունը վերցնում են, մեծամասնություն ունեն ու ոչ մեկը դառնում է վարչապետ, բասեք ով է, այսինքն ինչ որ մեկը վարչապետի բանը տեղապահ է, հա, այսինքն իրան դնում է կողքից ինքը ղեկավարում։ Դուք տենց եք պատկերացնում պետական կառավարման համակարգը։ Դուք ակնհայտ տեսնում եք, որ այդ մարդը չի կարող դա անել։ Եթե տեսնելուց հետո հավատում եք, դա ձեր խնդիրն է, ժողովուրդ ջան։ Հետո չասեք չասեցին։ Դուք լավ գիտեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որը բացահայտված է մինչև ընտրություն։ Եթե դրանից հետո դուք պետք է մտածեք գնանք իրանց ընտրենք, որ այդ 300,000 աշխատատեղը ստեղծի, դե լավ է։ Ուրեմն դուք դա եք ուզում։ Դուք ուզում եք խաբվեք, ասում եք ասեք մեզ համով սուտ։ Մենք չենք ասելու ստեղծելու ենք 400,000 աշխատատեղ, որտեղ մենք ձեզ հարգում ենք։ Չենք ասելու։ Ու չենք էլ ասելու ինչի չեք հավատում որ։ Այդ ինչի եք իրան հավատում մեզ չէ։ Ինքն է չի կարա բիզնես կառավարի մենք էլ։ Մենք էլ ենք բյուջեն կառավարելու ինքն էլ։ Այդ ինչի իրան հավատում եք մեզ չէ։ Մենք դες բանը մեզ թույլ չենք տա, որտեղ առաջի պայմանը մենք ձեզ հարգում ենք, վերջ։ Սա է։ Դրա համար ժողովուրդ ջան, ուզում եք իմանաք ինչա պետք անել, պետք է այս երկուսին մերժել։ Պետք է այս երկուսին մերժել եւ ընտրել այլ ընտրանք։ Պայքարը այս երկուսի մեջ իրանց համար է մահու կենաց կռիվ։ Սա ձեր կռիվը չի։ Ձեր կռիվը ստեղծել այլ ընտրանք երկուսին էլ ճանապարհ դնել, երկուսի խաբեությանն էլ ճանապարհ դնել։ Իսկ այդ այլ ընտրանքը պետք է լինի, ասենք, մենք ինչ ենք առաջարկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի տեխնացուն։ Ես էլ ներգրաված եմ այդ կուսակցության ընտրացուցակի մեջ։ Ասում են, որ այո ներկայացնենք այլ ընտրանք։ Այդ այլ ընտրանքը լինի այլ ընտրանք եւ այս իշխանությանը եւ ռուսամետ ընդդիմությանը։ Այդ այլ ընտրանքը համարի, որ մեր երկրի ապագան դա Եվրամիությունն է։ Չենք ասում վաղը կդառնանք, բայց երբ որ դու այդ ստանդարտները վերցրեցիր, երբ որ այդ որոշումը կայացրեցիր, ճանապարհային քարտեզը կազմեցիր, ամեն օր դու գնում ես այդ ուղղությամբ։ Դու չես կարող ճանապարհ ընկնել դեպի Շանհայ, հետո ասես, երբ որ մի քիչ գնանք, կհասնենք Բրյուսել։ Եթե դու ճանապարհը գծես դեպի Բրյուսել, քանի տարում կհասնես ամեն հաջորդ օրը քո վիճակը ավելի լավ կլի թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների հիմնարարազատությունների, թե խոսքի ազատության, թե տնտեսության, թե անվտանգության։ Ամեն օր կգնաս ավելի առաջ։ Մեր առաջարկածը սա է ժողովուրդ ջան։ Եվ այո, այդ այլ ընտրանքը պետք է լինի թե այս իշխանությանը, թե ընդդիմությանը, եւ մեկ էլ իշխանության սերը Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ ընդդիմության սերը Ռուսաստանի, դա էլ մերժենք եւ ասենք ժողովուրդ ջան, ուղիղ ձեր աչքի առաջ տեսեք,
այն ընդդիմությանը, որը ձեզ առաջարկում է եվրոպական ուղղությունը։ Այս է մեր ասելիքը։ Հիմա անցնենք, որովհետև Իրանի հետ կապված շատ հարցեր կա, հասցնենք դրա մասին էլ խոսենք, որովհետև տեսակ համաձայնության չեկան, իսկ դա շատ ծանր իրավիճակ է, որովհետև Ամերիկան ասում էր Իրանը վերացված է, բոլորը վերացված են, պաշտոնյաները նույնպես, երկրի տնտեսությունը քայքայված, ռազմական արդյունաբերությունը ոչնչացված, բայց Իրանը համաձայնության չեկավ։ Ուրեմն կարող է ինչ-որ մի բան այդքան էլ լավ չեք պատկերացնում, ինչա տեղի ունենում։ Իսկ դա առաջացնում է դժվարություններ, որովհետև Իրանը մեր հարևանն է, ինչով է ավարտվելու այս ամեն ինչը։ Իրանի ազգօրդնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է. Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ։ Մի հատ էլ ուրիշ տարբերակով ասում են 21 ժամ, բայց դա էական չի, հիմա համարյա մի օր։ Փուլերով։ Բանակցային հարցերը վերաբերել են Հորմուզի նեղուցին, միջուկային հարցին, պատերազմի փոխհատուցումներին, պատժամիջոցների վերացմանը, Իրանի դեմ եւ տարածաշրջանում պատերազմի լիակատար դադարեցմանը։ Այն հիմնական կետերը, որի մասին խոսում են։ Հիմա Էսմայիլ Բաղային նշում է. Իրանն ու ԱՄՆ-ն մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն 2-3 կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են առաջացել։ Ի վերջո բանակցությունները համաձայնության չհանգեցրին։ Պետք է շարունակենք օգտագործել մեր ունեցած գործիքները իրանցի ժողովրդի շահերը պաշտպանելու համար, ի սկզբանե պետք չէր սպասել, որ մեկ հանդիպման ընթացքում համաձայնության կհասնենք։ Այս անգամ բանակցություններին նոր հարցեր են ավելացվել, օրինակ Հորմուզի նեղուցը եւ տարածաշրջանը, նշել է Բաղային։ Ներողություն։ Իսկ հիմա պատվիրակության ղեկավարը Ամերիկայի կողմից ինչա ասում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը խոսելով Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին հայտարարել է. Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուր է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք պատերազմը դադարեցնելու հարցում։ Եվ կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար, շատ ավելի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն ինքը ենթադրում է, որ Իրանի համար վատ է, բայց Իրանը գնացել է դրան, չէ, համաձայնության չի եկել։ Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի։ Մենք շատ հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը, ինչի շուրջ էինք պատրաստ համաձայնության գալ, նրանց հետ, եւ ինչի շուրջ ոչ։ Եվ մենք դա հնարավորինս հստակեցրինք, բայց նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները։ Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, որտեղ իրանցիները կընդունեին մեր պայմանները, նշում է Վենսը։ Իդեպ նաև տարածվեց լուր, որ Ջեյ Վենսը վերադառնում է Միացյալ Նահանգներ, բայց պատվիրակության որոշ անդամներ այնուամենայնիվ ուզում են մնան Պակիստանում, որպեսզի փորձեն գոնե ինչ-որ ձևով վերադարձնել Պակիստանի միջնորդությամբ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ, բայց դեռ վերջնական պարզ չի, որտեղ նոր պայմանավորվածություններ չկան։ Ինչ ասում Վենսը, պարզ ճշմարտությունն այն է, որ մենք պետք է տեսնենք հստակ պարտավորություն, որ նրանք չեն ձգտի ձեռք բերել միջուկային զենք եւ չեն փորձի ձեռք բերել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան արագ հասնել միջուկային զենքի ստեղծմանը։ Իսկ հիմա ինչ է ասում պատվիրակության Իրանի կողմից ղեկավարը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ ձախողված բանակցությունների մասին ինչ է ասում։ Մենք ունենք անհրաժեշտ բարիկամք եւ վճռականություն, սակայն երկու նախորդ պատերազմների փորձի պատճառով չենք վստահում մյուս կողմին։ Այս փուլում բանակցությունների ընթացքում մյուս կողմը ի վերջո չկարողացավ շահել իրանական պատվիրակության վստահությունը։ ԱՄՆ-ն հստակեցել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, հասկացել է։ Այժմ ժամանակն է, որ այն որոշի, կարող է արդյոք շահել մեր վստահությունը, թե ոչ։ Մենք ուժի դիվանագիտությունը համարում ենք եւս մեկ մեթոդ ռազմական պայքարի հետ մեկտեղ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, նշել է Ղալիբաֆը։ Այսինքն ինչպես տեսնում եք, Իրանը մեղադրում է Ամերիկային, որ դու բավարար համոզիչ չեղար, որպեսզի մեր վստահությունը ստանաս։ Այսինքն նշանակում է Իրանն պահանջներ է ներկայացնում եւ ինքը ասում է դու պետք է ընդունես իմ պահանջները, բայց որքան մենք գիտեինք Ամերիկայի ասելով իհարկե, մենք գիտեինք, որ դա այդպես չի, Իրանը ոնց որ թե պետք է ռիսկ չաներ պահանջներ ներկայացներ եւ պետք է համաձայնվեր Ամերիկայի պահանջներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ եւ Իրանի միջև բանակցությունները լավ են ընթացել եւ համաձայնության ենք հասել գրեթե բոլոր հարցերում, բացառությամբ միջուկային հարցի։ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային հավակնություններից։ Հիմա ԱՄՆ զինված ուժերը հարմար պահին կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից։ Այսինքն հերթական սպառնալիքը Դոնալդ Թրամփը հնչեցրեց
որը մնացածը ոչնչացել ենք, հիմա այն այս քիչ մասն է մնացել։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակումը, կարգելվի ցանկացած նավի մուտքը կամ ելքը նեղուց, ամերիկյան ուժերը նաև կփնտրեն եւ կկալանավորեն այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար, հայտարարել է Թրամփը։ Ոչ մեկը, ով անօրինական մաքսատուրքեր է վճարում անվտանգ անցում չի ունենա, բաց ծովում։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել նեղուցներում իրանցիների կողմից տեղակայված ականները, նշել է ԱՄՆ նախագահը։ Ունիկալ բան է, չէ՞ կատարում։ Օրմուզի նեղուցը բաց էր մինչև պատերազմ։ Պատերազմից հետո Իրանը փակել է եւ թույլ չի տալիս Ամերիկայի Իսրայելի հետ առնչություն ունեցող նավերի անցնելը։ Հիմա Ամերիկան լսում է, դե որ դու փակել ես, ես էլ ամբողջությամբ եմ փակում։ Ոչ մի նավ, ոչ ելք, ոչ մուտք։ Բայց այդ դեպքում ինչ է անելու Ամերիկայի բարեկամ արաբական երկրները։ Դա ինչ է տեղի ունենալու նրանց հետ կապված։ Այսինքն ում ես վնաս տալիս։ Դրանից գները կբարձրանան, Եվրոպան կտուժի, հերթական անգամ կհասկանա, որ Ամերիկան հուսալի գործընկեր չի։ Արաբական երկրները կհասկանան, որ Ամերիկան հուսալի գործընկեր չի։ Դա ինչ է տալի Դոնալդ Թրամփին։ Չինաստանի հետ բանակցությունից առաջ։ Չինաստան, որը Իրանին պաշտպանում է։ Իսրայելի պաշտպանության բանակի ցախալի գլխավոր շտաբի պետ Էյա Զամիրը հրահանգել է պատրաստվել մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը եւ անցնել բարձր պատրաստվածության ռեժիմի։ Գլխավոր շտաբի պետը նման կարգադրություն է տվել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո, որոնք տեղի էին ունեցել ապրիլի 11-ից 12-ը Իսլամաբադում։ Հիմա արդեն Իսրայելն էլ է պայմանավորվում, որ այսինքն մարտական գործողությունների նախապատրաստվել, բայց Իսրայելը չի մոռանում նաև ասի, որ նաև շատ դժգոհ է Թուրքիայից, Թուրքիան էլ ավելի վտանգավոր է, քան անգամ Իրանը, պետք է պատրաստվենք Թուրքիային իր տեղը դնենք։ Որ Իսրայելը այսօր ի վիճակի չի Թուրքիային իր տեղը դնել այդ պարզա, բացի դրանից էլ հաշվի առնելով, որ Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի վերաբերմունքը այնպեսին չի, ինչպես Ամերիկայի վերաբերմունքը Իրանին, համենայն դեպս վտանգավոր խաղերի մեջ է մտնում։ Իսրայելը հիմա տեսնենք, թե դրա տակից ոնց է դուրս գալու։ Բլումբերգը հաղորդում է, երկու խոշոր նավեր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց, սակայն հետ են վերադարձել։ Երթուղու փոփոխությունները տեղի ունեցել այն հայտարարության հետ մեկտեղ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցային թիմերը չեն կարողացել համաձայնության գալ։ Այսինքն փորձել էին նավերը անցկացնել, իրանցիները չեն թողել։ Ասեն են, եթե պայմանավորվածություն չկա, ուրեմն դուք չեք անցնի։ Այդ դեպքում արդեն Ամերիկան որոշեց ամբողջությամբ փակել, իսկ ամբողջությամբ փակել նշանակում է շատ ծանր հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը եւ բարեկամ պետություններին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գրել է. Պակիստանում գտնվող իրանական բարձրաստիճան պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը եւ այդ ուղղությամբ կբանակցի քաջաբար։ Ամեն դեպքում ժողովրդին մեր ծառայությունը ոչ մի վայրկյան չի դադարում եւ բանակցություններից ինչպիսի արդյունք էլ ստացվի, կառավարությունը հավատարիմ է մնում ժողովրդի կողքին լինելու իր պատրաստակամությանը, հայտնել է Փեզեշքյանը, Իրանի նախագահը։ Այսինքն դուք տեսնում եք, որ Իրանը վճռական էր տրամադրված զիջումների չգնալ, որտեղ այն Իրանը, որը որ կանգնում եւ ասում էր, ես միջուկային զենք ստեղծելու ցանկություն չունեմ, խաղաղ ատոմի հետ կապված այո ծրագրեր ունեմ, քաղաքացիական նշանակության համար, այտենց կատեգորիկ կերպով գնում է դեմ Ամերիկային, նշանակում է ինքը ասում է պատերազմ ես ուզում, արի շարունակենք։ Այսինքն երբ որ խոսում էինք, որ հնարավոր չի, որ համաձայնության գալով խաղաղություն տիրի, որովհետև երկու կողմի խնդիրներ լուծված չի, սրա մասին էինք ասում։ Նույնիսկ եթե փաստաթուղթել ստորագրեին մեկը հնարավոր չէր։ Խաղաղություն դրանով չէր լինելու։ Այն երաշխիքների մասին է խոսքը, եթե դու հարցը չես լուծել։ Հարցը լուծված չէ, ժողովուրդ ջան։ Իրանք բանակցության էին գնում, մենք Երևանում գիտեինք, որ հարցը չեն լուծել։ Դա խաղաղություն չի բերելու։ Իրանք չգիտեին։ Դե որ չգիտեին, թող մեղադրեն իրանց, ինչ ասեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից օգնություն չի ստացել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հարցում։ Մենք կբացենք նեղուցը, չնայած ինքներս դրանից չենք օգտվում, որովհետև դրանից օգտվում են աշխարհի շատ այլ երկրներ, որոնք կամ վախեցած են, կամ թույլ են, կամ էլ ժլատություն են անում։ Չգիտեմ, թե բանն ինչ է, բայց ՆԱՏՕ-ն մեզ չօգնեց, ասել է Թրամփը։ Հարց է ծագում, հիմա դու Հորմուզի նեղուցը բացում ես, թե Հորմուզի նեղուցը փակում ես։ Հնարավոր է, որ մի օրվա մեջ այդ նույն նեղուցի մասին մի կարծիք հայտնի, մի հատ կարծիք հայտնվի։
Ինչ է նշանակում մեր ուժերով կբացենք, եթե ՆԱՏՕ-ն չի օգնում։ Եվ մեկ էլ տեսնում ես, որ քո ուժերով բացել չես կարող, ասում ես մեր ուժերով կփակենք ամբողջությամբ։ Հիմա դուք պատկերացնում եք մարդկանց ռեակցիան այն մարդու նկատմամբ, ով որոշում կայացնողն է աշխարհում։ Դե դուք պատկերացրեք մարդիկ ինչպես են պլաններ կազմելու, հենվելով Դոնալդ Թրամփի հայտարարությունների վրա։ Դոնալդ Թրամփ, մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը, որպես լավություն ամբողջ աշխարհի երկրներին, ներառյալ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային եւ շատ ուրիշներին։ Դուք հասկացաք, որ այս բացողն ու փագողը նույն մարդն է, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կեղծ լրատվամիջոցները տառապում են Թրամփի մոլագարության համախտանիշով եւ փորձում են Իրանի վիճակը ներկայացնել ավելի լավ, քան այն կա իրականում։ Հիմա տեսեք ինքը ինչ է ներկայացնում։ Նրանք սիրում են ասել, որ Իրանը հաղթում է, երբ իրականում բոլորը գիտեն, որ նրանք պարտվում են։ Նրանց ռազմածովային ուժերը չկան, նրանց օդուժը չկա, նրանց հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի, ռադարները մեռած են, նրանց հրթիռների եւ անօդաչու սարքերի գործարանները հիմնականում ոչնչացված են, հենց հրթիռների եւ անօդաչուների հետ միասին, եւ որ ամենակարևորն է, նրանց երկարամյա առաջնորդներն այլևս մեզ հետ չեն, Փարք Ալլահին հայտարարել է Թրամփը։ Թե ինչի ամեն անգամ ինքը Ալլահին փառք տալի, թողնում ենք իր ախղճին, բայց այդ որ ամեն ինչը ոչնչացված է, բա քեզ ով մերժեց Իսլամաբադում։ Բա Հորմուզի նեղուցը ով է փակել։ Հետո զարմանում է, որ լրագրողներն իրան մեղադրում են։ Ախպեր նույն բանը լրագրողը ասում է, չէ, ընկեր դու այդ հարցը չես լուծի, ախպեր լուծի նայենք աչքներս տեսնի։ Դոնալդ Թրամփը ինչ է ասում, Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, երբ կտա մեզ ամեն ինչ։ Հիմա այս նույն հարցը ընդհանրապես նույն օրվա մեջ մի հատ ասեց, «Էսա տեսեք ինչ ենք անում, այդ մնացած եղածնել ենք վերացնելու»։ Հիմա դա է ասում, բայց նաև առաջարկում է վերադառնալ բանակցային սեղանին, եւ պատահական չի, որ ասի մարդ է թողել դեռ այնտեղ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր նախկին սպառնալիքը ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը Իրանին բերեց բանակցության սեղանի շուրջ։ Ավելի ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Այսինքն դու սպառնացիր, իրանք եկան բանակցային սեղանի շուրջ, դու սպառնացիր, իրանք ու սպառնալիքը բանի տեղ չդրին։ Հետո Պակիստանի հետ պայմանավորվեցիք, որ հարվածից 2 ժամ առաջ Պակիստանը միջնորդեր, որպեսզի գնայիք նստեիք սեղանի շուրջ։ Իրանն էլ 10 կետանոց պահանջ ներկայացրեց։ Այդ 10 կետերը, որ նայում ես, դա ուլտիմատում էր Ամերիկային։ Ամերիկան որպես բանակցային հիմք էր ընդունել, հետո ասում է, դե սա հնարավոր չի ընդունել։ Էս է վիճակը, ժողովուրդ ջան։ Վատավոր է սա, բա մենք կուզենայինք այսպիսի Ամերիկա տեսնեինք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ինչ է ասում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տարածքային տարաձայնությունները վերաբերում են ընդամենը մի քանի կիլոմետրի։ Այսպես նա մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը, ով նշել էր, որ խաղաղ բանակցություններում կողմերը կենտրոնացված են փոքր տարածքների քննարկման վրա։ Այս փուլում խոսքը գնում է այս կամ այն ուղղությամբ մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ վեճի մասին, ասել է Պեսկովը։ Սա իսկապես հաշված կիլոմետրեր են։ Կոպիտ ասած, այնտեղ կա Դոնեցկի ժողովրդական հանրապետության մոտ 17-18%-ը, որը մեզ մնում է ազատագրել, եւ դա կնշանակի վարչական սահմանների հասնել, ասել է Պեսկովը։ Այսինքն Պեսկովը այս հարցի հետ կապված ասում է, որ Ամերիկան թող մեզ օգնի, Դոնբասը վերցնենք, դադարացնենք ի վերջո պատերազմը, որ գոնե մեր ժողովրդին խաբենք, ասենք հաղթանակ տարանք։ Իսկ այդ ժողովուրդը հետ չի ուզում իմանա, չինացիք հիմա քարտեզներ են նկարում, շատ ավելի հստակ քարտեզներ, անգամ Ադրբեջանը, արևմտյան Ադրբեջան, որ նկարում է։ Եվ ասում է ժամանակին մեր բոլոր տարածքները, որը Չինաստանի կազմում է եղել, հետո դրանք իրանց կորցրել են, այս sense լրիվ այդ գծով մեթոդաբար այդ տարածքները վերցնում են։ Մի մասը երկարաժամկետ վարձակալությամբ, մի մասը ուղակի Պուտինի ձեռից վերցնում են։ Չգիտեք ինչ է կատարվում։ Մի հատ նայեք ինչքան տարածք է տվել չինացիներին եւ ինչքան տարածքը պատերազմով միլիոնից ավել զոհի պարագայում վերցրել Ուկրաինայից։ Եվ հիմա էլ ասում մի քանի կիլոմետր տվեք իմ ժողովրդին խաբեմ, թե պատերազմը դադարել է։ Եվ սա այս են ընթացնա, որ Իրանի հետ կապված Ամերիկայի գլուխը խառնա։
Իսկ հիմա նաև նայենք, այսօր ընտրությունն է ընթանում, Հունգարիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են, հիմնական մրցակցությունը ծավալվում է վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարած Ֆիդես կուսակցության եւ Պետեր Մաջարի Տիսա քաղաքական ուժի միջև։ Ինչու նաև կարծացի Ուկրաինայի հետ կապված, որովհետեւ պատերազմը այսպես է գնում, քաղաքականի նկատի ունեմ ընտրությունների հետ կապված։ Ժողովուրդը փողոց է լցվում, պայքարում է, որ դուրս շպրտենք Օրբանին Պուտինի հետ միասին, որովհետև նրանք համարում են, որ Հունգարիայում նստած է Պուտինի դրածոն։ Ժողովուրդը այդպես է դա անցալում։ Իսկ Օրբանն էլ ամբողջ պայքարը տանում է Մաջարի դեմ, որ այս դու էլ պաշտպանում ես Զելենսկու շահերը։ Այսինքն ինքնիշխան պետությունը Եվրոպայի սրտում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ, ընտրության են գնում երկու ուժ, պայքարը գնում է դուրս շպրտենք Պուտինին, թե Զելենսկուն, ժողովուրդ էս ինչ օրինակ գցե այդ երկիրը։ Ինչ վիճակում է կանգնացրել Եվրամիության անդամ պետությանը, որին ուղղակի իր ղեկավարին մեղադրում են, ասում են դու պաշտպանում ես բանի շահերը։ Եվ դրա համար հիմա մենք անպայման կնայենք արդյունքները, բայց այս խայտառակությանը պետքա վերջ տրվի։ Իդեպ Դոնալդ Թրամփն էլ նաև ուզում է, որ անպայման Օրբանը ընտրվի։ Գոնե այս հարցում տեսնենք իրանց ժողովուրդը ինչ վերաբերմունք կունենա։ Դե ինչ, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկանաք մեր աջակցություն ցանկանաք ֆինանսական, նաև կարող եք նայեք նյութի նկարագրական մասում նաև կա տարբեր փոխանցումների ձևեր, բանկային փոխանցում, արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի փոխանցում, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերը PayPal, Patreon, նայեք անգամ նկարագրական մասում նաև կա Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ կապվելու հնարավորություն, անպայման շատ օգտակար բան արած կլինեք, որ կապ հաստատեք եւ նաև օգնեք այդ հարցերում դուք տեսնում եք, որ նաև ինչպիսի պայքար է գնում եւ ինչպիսի ագրեսիվ պայքար են տանում այդ պարագայում եւ մենք պետք է կարողանանք գոնե նվազագույնը անենք, այն ինչ որ վիճակի կլինենք մեր ուժերով, նաև որ սա մեր ընդհանուր ծրագիրն է, որտեղ մենք գիտենք, որ գնում ենք, որ կատարելու ենք մեր ծրագիրը, այսինքն ձեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագիրը, երբեք ձեր ստացած ձայները, ձեզանից ստացած մանդատը չի ծառայելու որևէ մեկի շահերին, ուղղակի դա բացառվում է։ Ավելի անտրամաբանական բան դժվար է պատկերացնել, թե ես ինչի պետք է մտնեմ քաղաքականություն եւ մտածեմ, թե ինչու պետք է սպասարկեմ ուրիշի շահերը։ Նրա տեղն էլ գիտենք, նրա տեղն էլ գիտենք։ Ի սկզբանե կկանգնեինք, կասեինք Ժողովուրդ ջան, մենք գտնում ենք, որ երկրը ծանր վիճակում է, փրկությունը կամ նրան միանալն է, կամ նրան բացառվում է, Ժողովուրդ ջան։ Ձեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագրի համար մենք անելու ենք այն, տեր կկանգնենք ձեր ձայներին, ինչքան որ դուք կկամենաք, որ մենք ունենանք։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։